որ ասում ես ինչի ես քվեարկելու կամ ինչի ես քվեարկել Նիկոլին, իրանք սեկրետ են ընկնում, որտեվ ասֆալտից բացի իրանք ոչինչ չունեն ասելու, մեկ էլ են կներեք, ինչ ասեմ, ես չեմ ուզում էլի, ես ինքս իմ որոշումը կայացրել եմ, այլևս շատ դժվար է, իսկապես շատ դժվար է այս իրավիճակում զտել քո բառամթերքը, որովհետև երբ որ քո դիմաց կանգնած է քեզ թվում է թե adekvat անձնավորություն եւ նայելով աչքերիդ մեջ ասում է Արցախը հանձնված էր 91 թվականին կամ 90, չգիտեմ, 6 թվականի Լիսաբոնի հռչակագրով, շատ դժվար է նրան չասել անասուն Այս ինչ ես ասում, բայց ես ինքս իմ որոշումը կայացրել եմ, երևի այս վերջի բառն էր անասուն, որ ես ձեր եթերից արեցի, ես իմ որոշումը կայացրել եմ, այլևս իսկապես զսպել իմ էմոցիաները, դա շատ ծանր բան է, երբ որ տեսնում ես, ասենք, ինչ-որ մի տարեցանց տարիքով կին, ով սեռախեղված, շուկշինի հարբած մուժիկի հայհոյանքներն ա գրում, շատ մեծ է գայթակղությունը նույն բառամթերքով պատասխանել, բայց ես իմ որոշումը կայացրել եմ այդ դեպքում, ես ինչով եմ տարբերվել Նիկոլի ուզածը հենց դա է, հասարակության բարձր խավին էլ իջեցնել, դարձնել այդ ցածր խավին համարժեք մեկը, մենք պիտի վեր մնանք այդ ամենից։ Այո, մենք մեր որոշումը պիտի կայացնենք, որովհետև այս ատելությունը, որի ասեղի վրա, սա նարկոտիկ է,